Ավետիսյան Խաչատուր Արտուշի, հրամանատար, 3 ձայն ասինքն։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդումը գլխավոր դատախազությունն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն, որտեղից Ազատությանը փոխանցեցին, որ հայտնի Զիբիլիքս անվանումը ստացած փաստաթղթերը կցվել են ավելի վաղ падգամավորի հայտարարության հիման վրա հարուցված մեկ այլ քրեական գործի։ Ազատության հետ զրույցում Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքն այսօր նույնպես եղել է հատուկ քննչական ծառայությունում ու քննիչին հանձնել այդ փաստաթղթերի կրկնօրինակները։ Երկխմբակցության падգամավոր Էդմոն Մարուքյանի համոզմամբ այդ փաստաթղթերը վկայում են, որ Երևանի ավականու ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ եւ իրավապահները պարտավոր են ընթացք տալ գործին։ Այս ընտրությունների ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են եղել, բայց նման պատշաճ ձևով ձևակերպված հաղորդում որևէ քաղաքական միավորի կողմից չի ուղարկվել որևէ մարմնի։ Այսինքն բոլորը խոսում են, բայց մենք կոնկրետ հիմա գործ ենք անում։ Եթե որ ասում են, բա ինչ եղավ, բան, մենք հետևողականորեն գնալու ենք մինչև վերջ։ Սա մի կազմակերպված հրեշավոր համակարգ է, որի միջոցով նրանք գործում են։ Ընդդիմադիր ելքը պնդում է, որ մոտ 30 էջանոց այդ նյութերը իրենց մոտ են հայտնվել, երբ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը։ Մենք ունենք ուրեմն փոխբաժանողի ինստրուկցիա, ինչպես ներկայանալ։ Այսինքն մարդ, որը գնում է ներկայանում է բնակարաններում եւ ասում է, եկել եմ փոխբաժանելու ՀՀԿ-ի անունից, եւ այնտեղ գրված է, սկզբից ասել բարև, հետո գրված է առաջարկել առանձնանալ, ով է տան լիդերը, ակտիվիստ է կամ, հետո այդ մարդու հետ առանձնանալ ննջարանում կամ բաղնիքում եւ այնտեղ առաջարկել գումարը ձայնագրությունից խուսափելու համար։ Մարուքյանի պնդմամբ ընտրակաշառքների բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները։ Թղթերից մեկն ըստ падգամավորի Հանրապետական կուսակցության շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ կա հստակ ոստիկանների անուն ազգանուններ, այսինքն նրանց անձնական տվյալները փոխանցվել են ՀՀԿ-ի շտաբ, մարդու անուն, ազգանուն, հայրանուն, կոչում, պաշտոն, եւ թե որը քանի ձայն է բերում։ Դուք պատկերացնում Փաստաթղթերում ըստ Մարուքյանի ակնհայտ երևում է, որ իշխող հանրապետականները գումարից բացի ՔՎ-ի դիմաց քաղաքացիներին մատուցել կամ խոստացել են կենցաղային ծառայություններ։ Կա կոնկրետ հասցեներում գրված, թե ում փարոսն է պետք կտրել ու մթողնել։ Այնտեղ կա կոնկրետ բանկային ոլորտի աշխատողների տվյալներ, որ այս մարդկանց բանկերից հանել, թույլի ինչ որ չգիտեմ ինչ անել։ Կա տվյալ, որ ինչ որ այստեղ ասֆալտապատել, այստեղ դուռը փոխել, այստեղ էս ինչ բան անել։ Այսինքն ես հասկանում եմ դա ինչ է։ Գնում են տներ, բակեր, ասում են ինչ խնդիր ունեք դուք։ Մենք ասում ենք մեր դուռը փոխել, գրում են դուռը փոխել։ Կքվեարկեք ՀԿ օգտին, եթե դուռը փոխենք, ասում այո կամ չգիտեմ ինչ է։ Գրում են պայմանը։ Ելք-դաշինքը համոզված է, որ ընտրակաշառքի այս գործընթացում ներգրավված են եղել առնվազն մի քանի 100 քաղաքացիներ։ Հատուկ քննչական ծառայությունում մոտ մեկ շաբաթ առաջ հարուցված ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական գործում, սակայն մինչ այս պահը մեղադրյալ կամ կասկածյալ չկա։ Ընդդիմադիրները խոստանում են հետևողական լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։ Ըստ համապատասխան հոդվածի, մեղավորներին սպառնում է 3-ից 5 տարի ազատազրկում։ Մենք կարող ենք ասել, որ այս ամենի թիկունքում հանրապետական կուսակցությունն է կանգնած եւ պետական ամբողջ ադմինիստրատիվ համակարգը։ Իշխող հանրապետականը մինչդեռ բացառում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք է բաժանվել։ Ազգային ժողովի փոխնախագահ Երևանի ավականու ընտրություններում հանրապետականի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը Ազատության հետ զրույցում մասնավորապես նշեց. Իմ կարծիքը չի փոխվել, ես պաշտոնապես հայտարարել եմ ձեր ռադիոկայանին, մեր զինանոցում, ղեկավարած շտաբի զինանոցում ընտրակաշառք գաղափարը չի եղել, եւ երկրորդը մնացած արդեն ապահովամիների որոշելու խնդիրն է, դա իրենց դիրույթում է գտնվում, իրենց սովորության համաձայն երբեք չեն խառնվում այլ առավել եւս դատական ատյանների դիրույթ։ Մայիսի 14-ին կայացած Երևանի ավականու ընտրություններում հիշեցնենք հաղթեց Հանրապետական կուսակցությունը, ստանալով ընտրողների մոտ 70% քվեն։ 3